Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք բազմաթիվ հիվանդությունների եւ միակ առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ աշխատում ենք ուղիղ եթերում, ձեզ նույնպես տալով հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը, զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat.tv.am հասցեով եւ ուղղեք ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, կարծում եմ ձեր հարցերը շատ են լինելու, մենք նորից անդրադառնում ենք քնի խանգարումների թեմային եւ մեր տաղավարում է Սամսոն Խաչատրյանը, նյարդաբան, որ հատկապես մասնագիտացել է քնի խանգարումների թեմայով։ Բարև ձեզ, բժիշկ։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Ճիշտ է, մենք թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք տարբեր կետերից, բայց շարունակում ենք ստանալ էլեկտրոնային փոստով հարցեր, որոնք ես այսօր առանձնացրել եմ։ Ամեն դեպքում հիշեցնենք մեկ անգամ եւս մեր հեռուստադիտողներին։ Ինչն է կոչվում քնի խանգարում։ Եթե մեկ անգամ կամ թեկուզ մի քանի անգամ մենք ցանկացել ենք մեր սովորական ժամին քնել, բայց չի հաջողվել, դա արդեն որակվում է որպես քնի խանգարում։ Այսպես բնութագրենք, եթե արդեն մի քանի անգամ է, բայց դեռ շատ չէ, գուցե դա ինչ-որ սուր վիճակ է եւ կարգավորվելու մեծ հավանականություն կա։ Բայց եթե ավելի հաճախ կրկնվող խնդիր է, օրինակ պատկերացնենք ամսական մի քանի օր եւ դրանք կազմում են կեսից ավելին օրերի քանակի, պարտադիր չի անընդմեջ, այլ թեկուզ ընդմիջումներով, բայց գումարային 50% անցնող։ Եվ այդպես 3 ամիս եւ ավելին արդեն շարունակվում է, դա արդեն կարելի է համարել քրոնիկ, խոսքը առաջին հերթին այս քրոնիկական անքնությանն է վերաբերում կամ ինսոմնիային, եթե տերմինով ասենք։ Այո։ Այդպիսի մոտեցում կա։ Առաջ 1 ամիսն էին համարում, 1 ամսվա ընթացքում այդքան կրկնությունները, բայց հիմա մի փոքր մեղմացրել են, այսինքն պետք է գոնե 3 ամսվա ընթացքում հաճախակի կրկնվող քնի խնդիր լինի, որպեսզի համարեն քրոնիկական անքնություն, բայց իմ խորհուրդն է։ Այսինքն ներողություն, որ ընդհատում եմ, 3 ամսվա ընթացքում, եթե մարդը, ասենք թե օրացույցով նշի, հա, 45 օր չի քնել մոտավորապես, նորմալ չի քնել։ Այո։ Եթե 3 ամսվա մեջ 15 օր է խնդիր ունեցել, դա կարող է համարվել դեռևս նորմալ։ Այո, դա դեռևս պետք է ուշադրություն դարձնել, գուցե եթե ավելի սուր է, օրինակ օրեր, որոնք ընդհանրապես չի կարողացել քնել ինչ-որ պատճառով, պետք է փորձել հասկանալ ինչումն է խնդիրը, ինչն է խանգարող հանգամանքը եւ այլն։ Բայց եթե պարզվում է, որ մեծամասամբ այդ օրերը պայմանավորված չեն որևէ խանգարող հանգամանքով, դա ստրեսային իրավիճակ չէր, ինչ որ չգիտեմ, սննդային չէր, ինչ որ անհանգստությամբ չէր պայմանավորված դեպքեր չեն եղել եւ պարզապես քոնը չի գալիս, արդեն դա կարելի է համարել խնդիր։ Ընդ որում շատերը երբ ասում են անքնություն, հասկանում են քնի սկզբում խնդիր ունենալ, այսինքն պարկեցին ու չի գալիս քունը, բայց այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ կարող է մեկ այլ իրավիճակ լինել, երբ շատ հեշտ կքնեն, բայց կզարթնեն օրինակ 2-3 ժամ անց եւ կրկին դժվարանան քնել։ Այ եթե այդ արթնացումը կա էլի դժվարությամբ, որ կես ժամ, մի ժամ էլի չի ստացվում քնել, դա նույնպես անքնության մեկ այլ կլինիկական դրսևորում է, ֆենոտիպ ենք ասում, այդպես։ Այո, իսկ շատ վաղ արթնանալը նույնպես քնի խանգարում է համարվում, թե դա։ Ասենք թե ժամը 3-ից, մարդկա ժամը 3-ից արթնանում է եւ չի կարողանում քնել։ Նախ հասկանալ է պետք թե ինչքան վաղ ժամի է քնել։ Եթե օրինակ դա մեծահասակների մոտ է սովորաբար հանդիպում, երբ շատ շուտ քնում են եւ շուտ էլ արթնանում են, ենթադրենք 9-ից 3-ը քնեց։ Կարելի է ասել, որ բավականին նորմալ քանակի ժամեր է քնել, 6 ժամ, բայց պարզ է, որ բոլորը դեռ քնած են, ինքը 3-ին արթնացել է եւ ոչինչ չկա անելու, նա պարտադիր պիտի գանգատ ներկայացնի որպես անքնություն։ Բայց իրականում դա ոչ թե անքնություն կլինի, այո, այստեղ արդեն գործ ունենք քնի ռիթմի խանգարման հետ եւ ձևավորվում են արտույտներ, այսինքն վաղ քնող, վաղ արթնացող։ Այո։ Ի հակառակը բվերի, որոնք հակառակը ուշ քնող, ուշ արթնացողներն են։ Եվ այդ դեպքերը համարվում են նորմալ, եթե մարդը ամբողջ կյանքի ընթացքում ասենք թե նորմալ ժամին քնել, նորմալ ժամին արթնացել է, բայց մի ընթացքում ձևավորվել է ինքը որպես բու օրինակ կամ արտույտ եւ հիմա անընդհատ այդպես է իր մոտ, որ ուշ քնի, ուշ արթնանա։ Գիտեք, տարբեր ծանրության աստիճաններ կան այդ իրավիճակներում, այդ քնի ռիթմի խանգարումներն են, հա, ցիրկադային ռիթմի։ Եթե խանգարում է այդ անձին այդ վիճակ, օրինակ պատկերացնենք արտույտ է, այսինքն բժշկական մասով դա կարող ենք կոչել վաղաժամ քնի ֆազայի համախտանիշ։ Այո։ Այսինքն նա կարող է քնել 8-ին 9-ին
եւ կորցնում է կամ հնարավոր չի տեսնում մասնակցել օրինակ ինչ որ երեկոյան միջոցառումների, ակտիվությունների, ծնունդների, հավաքների եւ այլն, այսինքն սոցիալապես նա սահմանափակվում է։ Այո։ Դա արդեն նաև դարձնում է այդ խնդիրը կլինիկական խնդիր, որովհետև խանգարում է այդ մարդուն եւ կարելի ասել նվազեցնում է կյանքի որակը, չէ՞։ Բնական է այդ դեպքում նա կարող է դիմել մասնագետի եւ փորձ կատարվի շտկել ավելի կարգավորելու քնի ժամերը։ Բայց եթե դա չի խանգարում իրեն, սկզբունքորեն դա չեն կարող համարել ինչ որ լուրջ շեղում։ Նույնը բվերի մասին է խոսքը, կամ ասենք քնի հետաձգված ֆազայի համախտանիշ, որպես համախտանիշ այդպես է կոչվում, այդ մարդիկ քնում են 2-ից հետո, ոչ շուտ, 3-ին, 4-ին եւ արտանում են սովորաբար, եթե թողնես բավականին ուշ, մինչեւ կեսօր 12-ը մեկը կարող են քնել։ Դա բնական է, խանգարող է մեր սոցիումում ադապտացվելու, հարմարվելու առումով, այսինքն նրանք չեն կարող օրինակ աշխատանքի հասցնել, հաճախ ուշանում են, ուսումնական վայր չեն հասցնում, ուշանում են դրանից ինչ որ բացականներ են ստանում, հա, կարծում եմ շատերը իրենց ճանաչեցին հիմա իմ ասածի մեջ։ Դա իրականում պետք չէ այդպես շատ վատ ընդունել, ես դիմում եմ դասախոսներին եւ այլն, այսինքն գուցե այդ մարդը ոչ թե ալարկոտ է, այլ ունի հետաձգված ֆազայի համախտանիշ եւ կարելի է շտկում անել։ Հասկանալի է։ Իսկ բոլոր տարբերակներն են փաստորեն քնի խանգարումները կարող են լինել տարբեր պատճառներով եւ տարբեր արտահայտություններով, այսինքն տարբեր տեսակների դրանք կարելի է դասել։ Այո, մենք միշտ ուզում եմ դա շեշտել, որ քնի խանգարում ասելով պետք չէ հասկանալ միայն անքնությունը, շատերը այդպես են պատկերացնում, քնի խանգարում կամ ասենք քնի հիվանդություն, չբախանանք այդ բառից, որ ճիշտ հասկանան մեզ ինչի մասին է խոսքը, այո, որովհետև կան հիվանդություններ քնկոտությամբ ուղեկցվող հիվանդություններ, քնի մեջ շնչառական շեղումներով, հիվանդություններ, երբ որ քնի մեջ շարժումներ են ինչ որ կատարում, հիվանդություններ, երբ քնի մեջ քայլում կամ ճչում կամ վազում են, դա վարքային քնի խանգարումներն են, տեսնում եք, բավականին լայնանում է ցուցակը, այսինքն այստեղ մտցնում ենք եւ լուսնոտությունը, եւ գիշերային անմիզապահությունը, եւ շատ ուրիշ խնդիրներ, որոնք էլի քնի հետ են կապված, բայց դրանք ամենևին անքնություն չեն, բոլորովին այլ բնույթի խնդիրներ են։ Բայց դրանց մեծամասնությունը բժիշկ նաև հետևանք է այլ փաստորեն հիվանդության։ Այսինքն որևէ հիվանդության դրսևորումներից մեկը լինում է քնի ժամանակ, օրինակ շարժումները կամ շնչառական խնդիր, պարտադիր չէ։ Կարող է պատճառը հենց առաջնային քնի կենտրոնի հետ կապված լինի։ Այո, կան առաջնային քնի խանգարումներ։ Ես հենց միշտ նաև որպես քնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավար ուզում եմ ամեն դեպքում առիթը օգտագործել ու շեշտել, որ քնի խանգարումները, նույնիսկ անքնությունը, որը շատերը երկրորդային են համարում, կա որպես առաջնային հիվանդություն։ Այո։ Այսինքն պետք չէ անպայման ուրիշ պատճառ գտնել դրանում։ Այսինքն եթե մենք ունենք քնի անմիզապահություն, դա առանձին հիվանդություն է եւ կարող է ընդհանրապես ոչ մի ուրոլոգիական խնդիր չունենանք դրա մեջ, կարող են հաստատել իմ ուրոլոգ գործընկերները, կամ եթե խոսքը գնում է քնի շնչառական խնդրի մասին, հատկապես քնի շնչադադարը հայտնի, հա, այդ որ քնի մեջ խռացնողները նաև ունենում են շնչառական կանգեր։ Դա էլ առանձին խնդիր է, որը հանդիպում է գրեթե բոլոր տարիքային խմբերում, սկսած երեխաներից մինչև մեծահասակները։ Հետևաբար մենք պետք է լավ հասկանանք, օրինակ եթե մարդ բողոքում է վատ քնից, որտեղ է խնդիրը, դա պարզապես անքնություն է առանց ուրիշ ընդհատող պատճառի, թե գուցե նա խեղդվում է քնած ժամանակ հաճախակի եւ այդ արտնացումներն են ընդհատում նրա քունը, պարզապես նա այդ արտնանալու պահին արդեն չի գիտակցում, որ փակված էր, այդպիսի բան էլ կարող է լինել։ Մեր հեռուստադիտողների հարցերին, որ այդ մասնավոր օրինակներով են եւ ես առանձնացրել եմ էլեկտրոնային փոստից, մինչեւ ընթերցելը առանձնացրած հարցերը, կարծում եմ արդեն նոր հարցեր նույնպես գալիս են, նաև ախտորոշմանն անդրադառնանք, փաստորեն, եթե մարդը որևէ բողոքով դիմում է եւ նկարագրում է իրավիճակը, որ ասենք թե այս ժամից սկսած չի կարողանում քնել կամ քնում արթնանում է նորից, հետո դժվարությամբ է նորից քնում, կատարվում են որոշակի հետազոտություններ հաստատելու համար տեսակը փաստորեն քնի խանգարման, որովհետեւ հետո միջամտությունը կարողանաք ճիշտ կատարել։ Դրանք երկարատև հետազոտություններ են, ես հիշում եմ, որ դուք մանրամասն պատմել եք,
բայց գուցե կան հեռուստադիտողներ, որ առաջին անգամ են լսում մեզ ախտորոշման մասին մի փոքր ներկայացրել։ Իհարկե, դա շատ կարևոր է, քանի որ առանց այն էլ այսպես շատ ինֆորմացիա չունի բնակչությունը, թե ինչպես է դա կատարվում։ Շատերի համար դա նույնիսկ անակնկալ է, որ քունը կարելի է հետազոտել։ Հաճախ զարմանում են, երբ առաջարկում ենք օբյեկտիվ գործիքային մոտեցում, բայց իրականում այո, ինչպես եւ այլ բոլոր պաթոլոգիաները, նաեւ քնի խանգարումները ունեն իրենց հետազոտման հենց գործիքային միջոցները։ Եվ ոսկե ստանդարտ է համարվում պոլիսոմնոգրաֆիա հետազոտությունը կամ եթե թարգմանենք բարձ բազմաքննագրություն։ Մեկ հետազոտությամբ մեկ գիշեր քնի լաբորատորիայում մնալով պացիենտը կարող է տալ մեզ շատ ինֆորմացիա իր վիճակի, իր քնի բովանդակության, փուլերի, դրա ժամանակ կատարվող յուրաքանչյուր ախտաբանական գործընթացի մասին։ Բայց մեկ գիշերը հնարավոր է։ Բնական է նայած ինչ նաև չտա։ Ասենք թե եթե ամսվա մեջ ինքը 16 օր է ունենում խախտումներ, բայց այդ 14 օրերից մեկը լինի։ Տեսեք ինչպես է։ Սովորաբար, եթե խոսքը գնում է օրինակ անքնության մասին, եւ մենք չենք կասկածում որևէ ուղեկցող այլ քնի խանգարում հիվանդություն, օրինակ շնչառական կամ շարժողական, մենք նույնիսկ չենք էլ դիմում այդ հետազոտության օգնությանը։ Այսինքն այդ դեպքում մենք կարող ենք պարզապես կլինիկորեն մոտենալ կամ որևէ ուրիշ բան ստուգել, բայց եթե օրինակ քնի շնչառական խնդիր ունի եւ քնի ընթացքում փակվում է, խռմփացնում է եւ այլն, գրեթե անհնար է, որ մենք պոլիսոմնոգրաֆիայի ժամանակ չտեսնենք այն։ Այն ամեն գիշեր կրկնվող խնդիր է, գուցե մի գիշեր մի քիչ շատ, մի քիչ, բայց դա էական տարբերություն չի տալու։ Երբեմն հարցնում են պացիենտի հետ եկող նաև տեսնողները, ընտրենք կինը եւ այլն, ասում է գիշեր կա, որ չեմ տեսնում, ես փակում։ Մենք ասում ենք, այո, դուք գուցե չեք տեսնում, բայց սարքը կտեսնի, որովհետեւ այնտեղ լինում են ավելի մեղմ փակումներ, որոնք հնարավոր չէ կողքից աչքով պարզապես նայելով տեսնել կամ զգալ կամ լսել։ Բացի պոլիսոմնոգրաֆիայից, որի ընթացքում մենք մանրամասն ենք ուսումնասիրում, ասեմ թե ինչ ենք մենք գրանցում, որ պատկերացում կազմեն մարդիկ, դա քնի փուլերն են, բայց նաև շնչառության ցուցանիշները, օդի հոսքի դադարները, թթվածնի արյան մեջ կազմը, տեսաձայնագրվում է ամբողջ ընթացքում պացիենտը, նաև շարժումներն են գրանցվում հատուկ մկանագրությամբ, այսինքն այնքան հետո այդ ամբողջ գիշերվա պատկերը նորից նստում նայում եք։ Այո, իհարկե, հատուկ հաշվարկի, ոչ, այդպես չենք դնում 8 ժամ նայում, հատուկ հաշվարկի միջոց կա, որը ստանդարտացված է եւ աշխարհի յուրաքանչյուր վայրում այդ նույն ոնց որ օրենքներով են կատարում։ Շատ հետաքրքիր եւ յուրահատուկ այսպես ուղղություն է, պրոտոկոլը հատուկ կա, որը ձևավորվել է դեռ 60-ական, 70-ական թվականներից եւ ներկայումս այն զարգացվում է եւ ամենուր կիրառվում է, այնպես որ դա հնարավոր է։ Իսկ կան սարքեր, որոնք մարդը տանի տուն, տանը միացնի եւ որոշակի գրանցումներ կատարվեն, որպեսզի ավելի շարունակական պատկեր լինի։ Կան ավելի սահմանափակ սարքեր, որոնք այդպես լիարժեք չեն տալիս այդ պատկերը, ինչպես քնի լաբորատորիայում մնացող մարդունը, բայց օրինակ շնչառական մասով կարող ենք տանը կատարել, հա, այդպիսի հնարավորություն տալիս են։ Կամ կան սարքեր, որոնք հատուկ ստեղծված են քնի պատկերը արթուն քուն ռիթմի պատկերը տալու եւ որոնք հիվանդը կարող է կրել իր վրա ժամացույցի տեսքով, ակտիգրաֆներ են կոչվում, որոնք կարող են 1-2 շաբաթ, նույնիսկ ավելին երբեմն մնալ պացիենտի վրա եւ նա այդ ամբողջ այդ գրաֆիկական պատկերը թե ինչպես ժամերին է քնում, այո, գլեթե ամբողջ օր, ընդամենը ջրի հետ գործ ունենալիս կարող են հանել։ Այդ բոլոր սարքերից Հայաստանում կան եւ միանշանակ եւ հասանելի են։ Քաղաքացիները կարող են օգտվել։ Ներողություն ձեզ, որ ընդհատում եմ, իհարկե շատ հետաքրքիր են այդ ախտորոշման տարբերակները, բայց նորից կհիշեցնեք, որոնք են համարվում առաջնային, այսինքն եթե քնի կենտրոնը գլխուղեղում սկսում է այս կամ այն պատճառով վատ աշխատել կամ հորմոնալ կամ ֆիզիկական կամ ինչ-որ, թե դա միայն կենտրոնի հետ չէ կապված, նաև վեգետատիվ համակարգի ընդգրկում կա։ Եթե մենք այսպես այսինքն այդ շարժողականների մեջ էլ կարող են առաջնայիններ լինեն, թե գիտեք, այսպես կարելի է պատկերացնել, եթե հենց մաքուր քնի կենտրոնի մասին խոսենք, մենք կարող ենք առանձնացնել երևի թե 3 խմբի խանգարումներ։ Դրանք են անքնությունները, քնկոտությունները, այսպես եթե կամ գերքնություն ենք նաև ասում, եւ քնի ռիթմի խանգարումներ, այսինքն այդ դրանք այն քունը կարգավորող եւ քուն ապահովող համակարգերի շեղումներն են։ Բայց բացի դրանից մենք կարող ենք ունենալ երևույթներ, որոնք ընդհատում են քունը գիշեր, այսինքն քնի կենտրոնից չեն գալիս, բայց հենց քնած վիճակում լինում են։ Նույն շնչառականը
նույն շարժողական։ Օրինակ շարժողականի մասին եթե խոսենք, բոլորը գիտեն անհանգիստ ոտքերի համախտանիշի մասին երևի թե արդեն բազմիցս խոսել ենք։ Այդ համախտանիշը ինքը չնայած դրսևորվում է քնելուց առաջ, օրինակ պարկում են եւ ոտքերում ինչ որ անհասկանալի տարաբնույթ զգացողություններ են սկսվում, դա կարող է լինել շատ տարբեր, այո, ինչքան ավելի բարդ են բացատրում, սովորաբար այնքան ավելի համոզվում ենք, որ դրա մասին է խոսքը։ Հաճախ շփոթում են օրինակ երակային պաթոլոգիաների հետ եւ այլն այդ խնդիրը, բայց դա նաեւ քնի մեջ էլ է պահպանվում, այսինքն վերջ-վերջո երբ նա քնեց, նաեւ քնի մեջ լինում են ոտքերի պարբերական շարժումներ, բավականին բնորոշ նշան է դա։ Ես չեմ ասում պարզապես շարժումներ, պարբերական շարժումներ, դա հատուկ այսպես ամեն մեկը իր ժամն ունի, այսպես 50 վայրկյանը մեկ ոտքը շարժվում է։ Մենք տեսնում ենք դա լաբորատորիայում եւ դա կարող են տեսնել կողակիցները։ Բայց դա համարվում է խանգարում, դա ինչու ոչ, որովհետեւ այդ ընթացքում միկրոարտնացումներ են տեղի ունենում, այսինքն այդ երևույթը չխանգարելով կարծես թե ոչ մեկին, իրականում ընդհատում է նրա քունը։ Այդ մարդիկ Այսինքն իդեալական է համարվում անշարժ քունը։ Եվ դա հնարավոր է արդյոք։ Ես չեմ ասում պարզապես շարժումներ, դա առանձին այդպիսի երևույթ է, կոչվում է պարբերական շարժումներ, երբ մենք հստակ տեսնում ենք, որ մի քանի վայրկյանը մեկ նա շարժում է ոտքը, կամ դա կարող է շատ ուժեղ լինել եւ նա նույնիսկ կարող է խփել կողակցին, այսինքն այդ դեպքում արդեն ավելի այդպես կողքից են սկսում պատմել դրա մասին, բայց ինքը կարող է շատ աննկատ լինել, բայց այդ հիվանդները ինչ են անում, առավոտյան նրանք գանգատվում են չթարմացնող քնից։ Նրանք չեն ասում ես քիչ քնեցի, չեն ասում ես վատ ինչ որ ընդհատումներով եմ քնել։ Նրանք չգիտեն, որ այդպիսի բան ունեն։ Հաճախ իրենց դրվում է անքնություն ախտորոշումը։ Գլխացավ են ունենում երևի։ Դա որպես ուղեկցող, այո, գլխացավ, հիշողության վատացում, կենտրոնացվածության խնդիրներ, գուցե ինչ որ տրամադրության անկումներ, այդպիսի ուղեկցող գանգատներ լինում են, բայց ոչ մեկ չի կարողանում հասկանալ որտեղից է գալիս այդ խնդիրը եւ միայն երբ մենք հետազոտություն անում ենք, տեսնում ենք, որ օրինակ նրանց մոտ ժամում մի 50 անգամ ոտքը շարժվում է եւ մեծ ամասամբ դրանք ուղեկցվում են քնի ընդհատումներով, որոնք ինքը չի հիշում, չի գիտակցում, բայց վերջ-վերջո դա դրսևորվում է այդ վատ տպավորությամբ քնից։ Ինչպես է, մարդը որ քնում է, պետք է առույգացած արթնանա, գոհ լինի իր քնից, ավելի վերականգնված։ Այդ դեպքում նրանք չեն ունենում դա։ Եվ կարծես թե պատճառ էլ չեն տեսնում դրա համար։ Շատ հետաքրքիր, բազմաշերտ իհարկե հարց է։ Ես հիշեցի այստեղ նաև ձեր վերջին, եթե չեմ սխալվում, 1 ամիս առաջ գրվեց այդ մասին, որ շատ հետաքրքիր եւ ունիկալ դիագնոզ եք դրել, բայց եկեք պատասխանենք մի հարցի, գոնե հեռուստադիտողները սպասում են, եւ գրողը փաստորեն Թորնիկն է, ասում է տատիկս 82 տարեկան է, գիշերները շատ ուշ է կարողանում քնել, լուսաբացի կողմ, հետո էլ ուշ է արթնանում կեսօրից հետո, կարծես օրը գիշեր է դառել, գիշերը ցերեկ, ինչ անենք, ինչպես օգնենք նրան։ Այո, այսպես շատ կոմբինացված խնդիր է ստացվում, քանի որ մի կողմից ռիթմի շեղվածություն է նկատվում, ուշ քնել, ուշ արթնանալու խնդիր եւ մյուս կողմից էլ անքնություն հենց սկզբում։ Չի կարողանում իր ժամին, իր ուզած ցանկացած ժամին քնել։ Դա ամենաիհարկե դաժան դրսևորումներից մեկն է ընդհանրապես քնաբանության մեջ եւ միայն այն մարդիկ, ովքեր ունեն անքնություն, լիարժեք կարող են բացատրել, թե ինչքան դաժան է դա, քանի որ պատկերացրեք, ինչ է անքնությունը, դա պարզապես քիչ քնելը չէ, մենք պետք է տարբերակենք միշտ, որ կա արհեստական քնի կրճատում, երբ այդ մարդը իր սեփական կամքով, չգիտեմ, ֆուտբոլ է նայում ուշ է քնում, կամ կինո է նայում ուշ է քնում, սոցցանցերում է հայտնվում, այսպես տարվում է եւ մի քանի ժամ այդպես հետո ուշ է քնում, դա քնի կրճատում է, այլ ոչ թե անքնություն։ Անքնությունը այն է, երբ մարդ պարկում է քնելու, ուզում է քնել, ոչինչ չի խանգարում քնել, բայց չի ստացվում։ Հասկանալի է։ Իսկ որևէ օգնության տարբերակ կա։ Պարտադիր։ Կան եւ դեղորայքային մոտեցումներ, բայց նաեւ ոչ դեղորայքային, որոշ վարքային ռեժիմային փոփոխություններ։ Օրինակ ինչպիսի, եթե դեղորայքը սկզբից մարդիկ չուզեն փորձել, հա։ Այո։ Ինչ պետք է անի այս ընտանիքը։ Շատ լավ հարց է, մասնագիտացված, եթե մոտեցում ենք ցուցաբերում, մենք միանգամից չենք էլ դիմում դեղորայքային շտկմանը, եթե իհարկե շատ ծանր սուր, այսպես վիճակ չէ, որ արդեն հոգեբանական շեղումներով է ուղեկցվում, այդ դեպքում մենք առաջին հերթին փորձում ենք որոշ կետեր շտկել, քնի հիգիենայի մասին էլի շեշտենք, որ եթե այդ մարդիկ չեն հետևել քնի հիգիենային, ուրեմն պետք է սկսեն հետևել, ինչ է դրա մեջ մտնում, փորձել հստակ ժամերի պարկել եւ արթնանալ, անկողին օգտագործել
քնելու նպատակով, այլ ոչ թե անկողնում օրինակ սմարթֆոնով զբաղվել, լապտոպով կամ հեռուստացույց նայել պարկած կամ երբեմն մարդիկ ուտում խմում են, այո, անկողինը չպետք է լինի արթուն ինչ որ բան անելու վայր։ Անկողինը պետք է լինի քնելու վայր եւ իհարկե որոշ այլ կարևոր, այո, իսկ մյուս դեպքերում ինչ էլ որ իսկ աղմուկը, լուսավորությունը միանշանակ պայմանները միջավայրի պետք է իհարկե ապահովել, այսինքն խանգարող որևէ արտաքին ազդակներ չպետք է լինեն։ Խոսքը գնում է եւ ձայնային ազդակի մասին, եւ լուսավորություն, նույնիսկ չնչին լուսավորությունը արդեն ապացուցել են գիտականորեն, որ կարող է նույնիսկ այդ փոքր լույսիկները, օրինակ սարքերից եւ այլն դիոդներից եկող, նույնպես կարող են դրանք ազդում են քնի հորմոնի արտադրության, քնի որակի վրա եւ այլն, այսինքն մաքսիմալ պետք է մտնեցնել։ Մթության ի պատասխան է արտադրվում մելատոնին հորմոնը մեր։ Հետևաբար, եթե մենք ընկճում ենք լույսով, չի ստացվում։ Այդ դեպքում ցերեկը երեխաները երբ քնում են լուսավոր պայմաններում, ճիշտ էին անում մեր տատիկները, որ կապում էին աչքերը։ Կարծում եմ, որ այո, միշտ էլ ցանկալի է քնելուց մտնեցնել։ Այո։ Նո այնտեղ մի փոքր այլ այսպես օրենքներ են նաև գործում ձևավորման երեխաների մոտ նկատի ունեմ, երբ ժամային այդ հարցերը քնի ձևավորվում են, բայց որոշ տարիքից արդեն ամեն ինչ նույնն է, ինչ որ մեծերի մոտ գրեթե, եւ օրենքներն էլ նույնն են, այսինքն ոչ մի ստիմուլատոր նյութեր ցանկալի չեն քնելուց մոտ 5-6 ժամվա ընթացքում առաջ։ Դա իհարկե հասկանում ենք, որ կոֆեինի մասին է խոսքը, կոֆեինը ինչի մեջ կա։ Շատերը նույնիսկ երեխաների դեպքում ասում են սուրճ չի խմում երեխան, ասում են ինչ եք ասում երեխային ինչ սուրճ, բայց միաժամանակ թեյ են տալիս։ Էլ ինչ տարբերություն։ Թեյն ու սուրճը նույն կոֆեին պարունակող ըմպելիքներն են, եթե երեկոյան 8-9-ին խմեց երեխան թեյ, ինչքան էլ ուզում աչ գիտեմ կանաչ լինի կամ հա այդպեսի միևնույն է մեջը կոֆեին կա, հետեւաբար դա խանգարելու է քնելուն, երեխան գրգռվում է, ակտիվանում է, զարմանում են, ինչի է գրգռվում, կամ շոկոլադ են շատ տալիս երեկոյան, որի մեջ նույնպես ինչ որ տոկոս կոֆեին կա, այսինքն գրգռող ոչ թե այնտեղ քաղցրն է կարևոր, այլ առաջին հերթին հենց կոֆեինի պարունակությունն է առաջին հերթին։ Եվ եթե դրանից խուսափեն, ուշ ժամի մեծ քանակի սնունդ չօգտագործեն, քնելուց առաջ գուցե կատնամթերք օգտագործեն, ցանկալի է հենց անմիջապես քնելուց առաջ դատարկել միզապարկը, այդպիսի կարծես թե չնչին ինչ որ մոտեցումներ, բայց բոլորը միասին եթե համակարգված հետևեն, կարող է նույնիսկ արդեն ձևավորվող քնի խանգարում անքնությունը ինչ որ չափով կարգավորվի եւ գործը չհասնի դեղորայքի նշանակման կամ ինչ որ շատ կարճ ինչ որ կուրսով կարող ենք կարգավորել այդ հարցը։ Հասկանալի է։ Արդեն ունենք զանգ, լսենք հեռուստադիտողին, հետո կարդամ հաջորդ հարցը էլեկտրոնայինից, ալո։ Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, 75 տարեկան եմ եւ գիշերները 8 ժամ քնում եմ, այդպես ասած, անընդհատ երազներ եմ տեսնում։ Արդյոք դա ճիշտ է, երկու անգամ էլ զարթնում եմ, արդյոք ինչ կարելի անել, որ շատ երազ չտեսնել, շնորհակալություն։ Շնորհակալություն, երազները առանձին թեմա են, դուք դրանով նույնպես զբաղվում եք։ Պարտադիր։ Բժիշկ։ Երևի մենք մեկ անգամ էլ հենց երազներին անդրադառնանք, չնայած այսօր պատասխանենք։ Այսպես ասեմ, իհարկե երազների մեկնաբանությամբ չենք զբաղվում, այսինքն բժշկության մեջ դեռ այդ հարցը առանձին է դրված եւ մենք չենք կարող ասել, դա թողնենք հոգեվերլուծաբաններին։ Այո։ Բայց որոշ դեպքերում, որոշ կլինիկական իրավիճակներում երազների բնույթը բացասական է, դրական է եւ այլն, դա կարող է դեր խաղալ։ Հիմա իհարկե պացիենտը հարցնում է ճիշտ է արդյոք բնական է երկու անգամ երկու սերիա է տեսնում երկու անգամ արթնանում է թե երազ է տեսնում ես երևի լավ հասկացա քնում եմ նորմալ քնում եմ եւ երկու անգամ երազ եմ տեսնում երկու երազ անընդհատ չէ տեսնում երազ լավ եթե երկու երազ է դա շատ նորմալ է ի նկատի ունեմ մենք քնի կառուցվածքով եթե շարժվենք քունը անցնում է ցիկլեր եւ ամեն մի ցիկլի ավարտին մեկ երազային հատված պետք է լինի եւ նորմայում մարդիկ ունենում են 4-ից 5 երազային հատված, որը հենց արագ քնի փուլն է։ Արագ քնի ժամանակ ենք մենք 80-90% մեր երազների տեսնում եւ դրանք կարող են շատ տարաբնույթ լինել, պարզապես միշտ չէ որ այդ փուլից հետո մենք արթնանում ենք որ հիշենք։ Դա նորմալ չէ, եթե ամեն մի երազային փուլից հետո արթնանանք գիշերը։ Սովորաբար մարդիկ արթնանում են առավոտյան վերջին երազային փուլից հետո եւ հիշում են թե ինչ էր կատարվում այդ փուլում, այո, որը որ նաեւ ամենաերկարն է։ Դեպի առավոտ այդ փուլերը երկարում են։
Այսինքն որ ասում են օրինակ հաճախ լսում եմ բոլորը ասում են կարճ է շատ տևում երազը, այդպես չէ իրականում, մոտ 25% ընդհանուր քնի տևողության կազմում է արագ քնի փուլը, հետևաբար մոտավորապես այդքան էլ կարող են տևել։ Այսինքն մտահոգվելու առանձնակի բան չկա, եթե երկու երազի բնույթը եւ ազդեցությունը պացիենտի վրա չեն առաջացնում ինչ-որ ստրեսային իրավիճակ, որովհետեւ եթե խոսքը գնում է մղձավանջային երազների մասին, որոնց պատճառով նա արթնանում է, դա արդեն ուրիշ հարց է։ Մենք գնում ենք դեպի օրինակ մղձավանջային խանգարման դիագնոզը այն դեպքում։ Կամ եթե օրինակ կա այդպիսի հիվանդություն, արագ քնի փուլից առաջացող վարքեր, իրանք ինչ երազում տեսնում են, հենց դա էլ իրականացնում են իրականում, այսինքն շարժումներ են անում, մեկի հետ վիճում են, հարվածում են, փախչում են, այսինքն դա արդեն լուրջ խնդիր է։ Գիտեք, միայն խոսելը դա չի համարվում պաթոլոգիկ վիճակ, եթե պարզապես այդ քնի մեջ խոսելն է, նույնիսկ եթե շատ է, պետք չի անհանգստանալ, բայց եթե խոսելը ուղեկցվում է նաև ակտիվ վերջույթների շարժումներով, այդ դեպքում պետք է դիմել իհարկե։ Հասկանալի, էլի ունենք զանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Այդ Ղարաբաղից ենք զանգում։ Դե երեխան 2 տարեկան է, ու քնելը ոտքի է ձգում, որ պարկում է, այդ մոմենտը շունչը պահում է։ Ինչ խնդիր կարող է լինի։ Այդտեղ մեր մոտ հիվանդանոց տարել ենք, ասել են նորմալ է, բայց մի հատ Երևան տարեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր հարց է, կարծում եմ այստեղ մենք կարիք ունենք մի քիչ ավելի խորանալու լրացուցիչ հարցերի հետ կապված, բայց ինչ կարող եմ հասկանալ, եթե ոտքերը ձգվելու մասին է խոսքը, քնելուց առաջ այդպիսի երևույթներ երեխաների մոտ երբեմն հազվադեպ հանդիպում են։ Միայն ոտքերը նշեք։ Այդպես ասեցին, այո, դա կարող է լինել մանկական անհանգիստ ոտքերի համախտանիշ, եթե այդպես ինքը կարիք է ունենում ձգելու կամ երբեմն խնդրում են մաման, պապան ինչ-որ մասաժ անեն կամ քայլում են, չեն կարողանում պարկել երկար, դա կարող է լինել։ Բայց նաև խոսք գնաց շնչառական խնդրի մասին, որ շունչը պահում է, այսինքն նոր քնած վիճակում նկատում են, ենթադրում եմ այդպես է ստացվում, որ քնի մեջ շունչը պահում է, դա արդեն մանկական քնի ապնոյայի մասին է խոսքը։ Ես իհարկե առաջին հերթին խորհուրդ կտայի մանկական քիթ կոկորտականջաբանի դիմել, որ գնահատեն այդ նշիկների եւ ադենոիդների վիճակը, ինչքանով վիրահատելի է թե ոչ, որովհետեւ այդ խնդիրը երեխաների մոտ հիմնականում հենց անատոմիորեն է պայմանավորված այդ գերաճի։ Դրան զուգահեռ ոտքերի այդ ձգելը նույնպես երբեմն այդ շնչառական կանգերը քնի մեջ կարող են ուղեկցվել այդպիսի ոտերի կտրուկ շարժումներով եւ դա արդեն երկրորդական է։ Առաջնայինը դառնում է հենց շնչառականը։ Ամենայն դեպս պետք է հետազոտել երեխային պարտադիր դիմել մանկական, կարելի է սկսել մանկաբույժից, որը որ գուցե կողմնորոշվի, որ կողմով գնալ։ Մանկական նյարդաբանից, եթե կարիք լինի, արդեն քնի հետազոտում նաև կատարվի։ Նորից ունենք հեռախոսազանգ, լսենք, ալո։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Ամուսինս արթնանում է, երբ բերանը չորանում է, բերանի չորությունից արթնանում է, ուրիշ ոչ մի պատճառ չունի։ Ստուգել ենք նաև շաքարը նորմայի մեջ է, չենք կարող գտնել դրա պատճառը եւ ուզում եի հասկանալ, որ դեպքում են խրմփացնում եւ վտանգավոր է արդյոք դա իրեն համար։ Շնորհակալ եմ նախորդ։ Շնորհակալություն։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ խրմփոցել ունի։ Այո։ Դա շատ լավ է, բավականին մանրամասն ներկայացվեց այս կարճ հատվածում, ստացվում է, որ ստուգել են արդեն շաքարային դիաբետը ժխտված է եւ այստեղ մենք ավելի նեղ փնտրտուքի ճանապարհ ունենք, ասեմ, որ շատերը դա հաշվի չեն առնում, բայց քնի շնչադադարի խնդիրը, քնի ապնոյի խնդիրի ամենահաճախ հանդիպող նշաններից մեկն է առավոտյան բերանի չորության զգացողությունը, մանավանդ եթե ժխտված է հնարավոր մնացած պատճառները էնդոկրին մասով։ Այո։ Դա հայտնի պատճառ է, ոչ միայն այն պատճառով, որ բերանը բաց են քնում, միշտ չի այդպես, այլ նաև հենց զուտ այդ շնչառության խանգարման, խրմփոցի պատճառով այդ հյուսվածքների անընդհատ գրգռվածության եւ այտուցի այդ ամենը բերում է նրան, որ այդպիսի զգացողություն է լինում եւ իրոք այդ անձինք առավոտյան որ արթնանում են կարող են շատ այսպես չորություն զգալ, գլխացավ ունենալ ուղեկցող եւ այլն, այսինքն եթե այդպեսի խնդիրներ կան, պարտադիր պետք է գիշերային քունը շնչառական մասով հետազոտել, որպեսզի հայտնաբերենք, եթե կա ապնոեն, քանի որ քնի շնչադադարը ինքը
շատ ուղղություններով հարված հասցնող խնդիր է, թաքնված խնդիր է, բայց միաժամանակ կարող է օգնել շատ հարցերին օգուտ տալ, օրինակ ճնշման, զարկերակային ճնշման կարգավորման գործում, օրինակ ինսուլտի պրոֆիլակտիկայի հարցում, նույնիսկ կամ խոլեստերինի կարգավորման հարցում շատ հարցեր են։ Մենք էլի ունենք հեռախոսազանգ, բժիշկ, պարզապես մեր հեռուստադիտողին նախորդ հիշեցնեմ եւ բոլորին, հա, զգուշացնեմ, որ մենք առանձին անդրադարձել ենք նաև քնի շարժողական խանգարումներին եւ քանի որ մեր բոլոր հաղորդումները տեղադրվում են YouTube-ում, կարող եք պարզապես հայերեն տառերով, բառերով փնտրել շտապ օգնություն եւ քնի շարժողական խանգարումներ ավելի մանրամասն կլսեք բժշկի մեկնաբանությունը այդ թեմայով, լսենք հաջորդ հեռուստադիտողին, հետո նաև էլեկտրոնայինները ընթերցեմ, այստեղ հերթ եք ուտակվել, ալո։ Բարև ձեզ։ Մեր երեխան 10 տարեկան է եւ շատ դժվար է քնում, մի ժամ բանկողնի մեջ շուրումուր գալուց հետո ուզում է քնի, բայց շատ դժվար է քնում, ինչով կարելի է դա բացատրել եւ ինչ կարելի է անել։ Շնորհակալություն։ Այսօր մանկաբուժական օր է։ Այո։ Իհարկե առաջնային մանկաբույժ չեմ, բայց ամեն դեպքում քնի խանգարումներով շատ մեծ է դաշտը եւ երեխաները նույնպես իմանալ այդ ամենը, դա կարեւոր է նաեւ թե բժիշկների ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար, նաեւ հենց ծնողներն են։ Եթե չի կարողանում երեխան քնել, պետք է հասկանալ ինչ որ խանգարող երևույթ ունի թե ոչ։ Հիմա օրինակ կարող ենք հարցնել արդյոք երեխան ինչ որ զգացողություններ ունենում ոտքերում, որը ստիպում է իրեն շարժվել, շուռումուռ գալ, ինչպես ասացին, եւ չկարողանալ քնել, դա մեկ։ Երբեմն նույնիսկ դա չի գիտակցվում, այսինքն անհանգիստ են, բայց չեն կարող ասել ինչու են անհանգիստ։ Պարտադիր չէ որ ինչ որ զգացողություն, այսինքն զգայական երևույթ լինի ոտքերում, որ ասեն զգում եմ ծակծկոց, պարտադիր չի դա։ Հոգեբանական խնդիրներ կարող է ինչ որ, այո, այսպես հոգեբանական, չասենք հոգեբուժական, բայց օրինակ կա այդպիսի համախտանիշ, կոչվում է ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշ։ Երեխաների մոտ շատ հաճախ է հանդիպում եւ երբեմն դա էլ է պատճառ լինում քնի անցնելու դժվարության եւ քնի հետ կապված խնդիրների համար։ Ամեն դեպքում խորհուրդը կլինի օրվա տպավորությունները, համակարգչային խաղերը այդքան կամ ծանրաբեռնվածություն։ Հատկապես այո, ժամանակակից այս միջավայրում երեխաները ունեն շատ պատճառներ։ Իսկ երեխաների դեպքում, ներողություն որ ձեզ ընդհատեցի, այդ զուտ սոմատիկ պատճառները շատ են լինում, ասենք թե քնի հորմոնի քիչ արտադրվելը կամ սխալ շատ քիչ է ժամերը կամ ավելի շուտ կասեի ժամերի հարցը։ Երեխաներին ընդհանրապես կարելի ասել բոլոր քնի այդ խանգարումների խմբերը բնորոշ են։ Այո, կա մանկական անքնություն, պետք է զարմանալ։ Այո, կա մանկական քնկոտության համախտանիշներ, օրինակ նարկոլեպսիայի հիվանդությունը ինքը դեռահասության տարիքում է առաջին այդ հանդիպելիության պիկը տալիս, շատացումը։ Այո, կա մանկական անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Իհարկե նա ավելի քիչ է հանդիպում, քան մեծերի մոտ, բայց նույնպես հնարավոր տարբերակ է։ Բվի պատկերը, եթե այն ժառանգական բնույթ է կրում, այն ձևավորվում է արդեն դեռահասության տարիքում, դա հայտնի է։ Այսինքն նորից պետք է հետազոտվել հասկանալու համար։ Հետազոտումը անշուշտ իր հերթին, նաև ճիշտ կողմնորոշվելն էլ է կարևոր, որ հասկանան թե ինչ գանգատ ունի։ Երեխաների հետ գործ ունենալիս միշտ այդ խնդիրը կա։ Երեխան կարող է իր ձևով, յուրահատուկ ձևով ասել գանգատը, չնշել գանգատը, դուք պետք է ակտիվորեն իմանաք ինչ եք փնտրում եւ փորձեք հարցնել կամ փորձեք իր հոգեբանության հետ մի փոքր հարմարվել, որ ինքը ավելի բաց ազատ ասի։ Դա իհարկե մանկական մասնագետները լավ գիտեն, բայց այո։ Նոր այստեղ անդրադառնանք հարցին, որ ստացել ենք, ասում եք 46 տարեկան է, իդեպ սա ավելի վաղ ստացված հարց էր, հուսով եմ լսելու է պատասխանը։ 46 տարեկան եմ, քնի խանգարում ունեմ, որն ուղեկցվում է տագնապով, հաճախ նաև գլխացավով։ Պարկում եմ ժամը 11-ին, հնարավոր է մի քիչ քնեմ, հետո արթնանամ եւ մինչեւ 1-2-ը չկարողանամ քնել։ Աշխատում եմ, ծանրաբեռնված եմ, բայց չեմ կարողանում նորմալ քնել եւ հանգստանալ։ Ինչ խորհուրդ կտաք։ Կրկին ու կրկին կարևոր են որոշ հանգամանքներ։ Մարդիկ շատ հաճախ չեն գիտակցում այն հանգամանքները, որոնք խանգարող են իրականում։ Կարող են օրինակ քնից գանգատվել, բայց միաժամանակ պարզվի, որ շատ սիրում է կանաչ թեյ խմել երեկոյան։ Օրինակ, վարքային է, չէ՞։ Այսինքն մենք կարող ենք դա հանել եւ պարզվի, որ խնդրի լուծումը այդտեղ էր։ Նաև ես դա չշոշափեցի անքնության մեջ, բայց հիմա օրինակ մենք կարող ենք
ճշտել այդ անձը ինչ որ դեղորայք ընդունում է այլ առողջական հարցերի համար, քանի որ 46 տարեկան է, գուցե օրինակ ինչ որ սրտային դեղորայք է օգտագործում, հակաառիթմիկ դեղեր եւ այլն, որովհետեւ հայտնի է, որ որոշ դեղեր կան ընդհանուր պրակտիկայում կիրառվող եւ դրա մասին շատ քչերն են այսպես լուրջ վերաբերում, կարող են հենց զուտ այդ դեղերը առաջացնեն անքնություն։ Այսինքն այստեղ կարելի է զուտ դեղորայքային այդ փոփոխություն կատարելով մի դեղը ուրիշով փոխարինելով լուծել այդ հարցը։ Նույն հակախոլեստերինային որոշ դեղեր։ Որևէ բան չի նշել, չնայած մանրամասն հարց է գրել։ Կարծում եմ, եթե ընդուններ, կգրեր ինչ-որ մի բան։ Իսկ այդ տագնապի զգացումը, որ բավականին լուրջ խնդիր է, հատկապես մեծահասակների համար, որոնք արդեն այսպես ավելի խորանում են այդ խնդիրների մեջ, անձնային տիպն է կարևոր, թե ինչքանով է նա հակված այդ ամենը վերլուծել, խորացնել եւ բարդացնել, այսպես ասած, հա։ Իհարկե, պարզապես խորհուրդ չենք կարող տալ մի տագնապեք, այդպես շատ դժվար է։ Բայց գուցե այստեղ արդեն գործ ունենք երկրորդային քնի խանգարման հետ եւ պետք է առաջնահերթ հենց զբաղվել տագնապային խնդրով, քանի որ կան տագնապային խանգարումներ եւ տագնապային խանգարումները դա նորություն չէ, միշտ գրեթե ուղեկցվում են քնի ինչ որ աստիճանի խանգարմամբ, անքնության։ Այսինքն կրկին պետք է ավելի մանրամասն ներկայացնել։ Պարզապես այո, մանրամասն հասկանալով եւ գուցե փորձելով առաջին հերթին հակատագնապային միջոց, այլ ոչ թե պարզապես քնաբեր օգտագործելով փորձել այդ հարցը լուծել։ Այո, հաջորդ հարցը, որ առանձնացրել էի էլեկտրոնայինից, երեխաների մոտ նույնպես քնի խանգարումները կարող են լինել հիվանդագին իրավիճակներ, դուք նշեցիք, որ այո, օրինակ, երբ 1 տարեկան երեխան չի քնում գիշերը կամ ցերեկը, դա նորմալ է։ Երեխաները պետք է որոշ ժամեր քնեն գումարային 24 ժամվա, այդպես գումարային քանակ։ Այո։ Տարբեր երեխաների մոտ, մանավանդ ավելի փոքր երեխաների մոտ 24 ժամում քանի ժամ։ Այնտեղ 1 տարեկան։ 1 տարեկանը պետք է շատ քիչ արթուն լինի իրականում։ Այսինքն 1/3-ը արթուն, մնացածը նույնիսկ 1/4-ն էլ եթե լինի, էլի շատ օգտակար է։ Այո։ Տարիքի հետ արդեն փոխվում է, քչանում է, բայց ոչ շատ։ Օրինակ ես հետևելով այսպես այցելուների, գոլեգաների ասածներին եւ այլն, միջինը իմ տպավորությամբ հատուկ հետազոտություն չենք արել, չեմ ուզում այսպես շատ վստահ ասել, բայց տպավորությունն այնպես է, որ մեզ մոտ երեխաները իրենց տարիքային նորմաներից քիչ են քնում։ Դա առանձին հարց է, որը լուրջ խնդիր է։ Նոր տենդենց է դա ընդհանրապես աշխարհում, թե հենց մեզ չեմ կարող ասել։ Այո, աշխարհում դա հայտնի է, հատկապես դեռահասների շրջանում շատ վատ իրավիճակ է, թե զարգացած երկրներում, թե զարգացող երկրներում, վստահ եմ նաև Հայաստանում, հատկապես Բայց 1 տարեկանի մոտ եթե ամբողջ գիշերը կամ ցերեկը չի քնում, դա առանձին հարց է, բնական է պետք է այսպես հասկանալ, թե ինչու է այդպես, գուցե այնտեղ աղիների գործնեության ինչ որ խնդիր կա, որը խանգարում է երեխային։ Շատ հաճախ ծնողների ռիթմն է խանգարում երեխաներին, այդպիսի նույնիսկ հետազոտություններ տպագրվել, որ ծնողների սխալ քնի հիգիենան փոխում է նաև երեխաների հիգիենայի եւ քնի որակի վրա։ Այդպիսի բաները պետք է իհարկե խոսել մանրամասն, որպեսզի բոլոր կետերով անցնենք եւ փորձենք գտնել պատճառը։ Այո։ Հաջորդ հարցը, ես աշխատում եմ, որպեսզի հասցնենք բոլորը քնաբերի օգտագործումը ճիշտ է 50 տարեկան հասակում։ Այդ հարցը արդեն այո կար, 50 տարեկան հասակում, թե մինչև դա։ 50։ Ну խոսենք ընդհանուր, այնտեղ նախորդ հարցը կար նաև, որ ճիշտ է արդյոք մինչև 46 տարեկան, այո։ Քնաբերները ունեն ցուցումներ, այսինքն եթե իրավիճակը ստիպում է, որ 30 տարեկանի մոտ նշանակել քնաբեր, ուրեմն պետք է նշանակել քնաբեր։ Ուրիշ հարց է, թե ինչպես են կիրառում այդ քնաբերը, այսինքն արդյոք մենք նախատեսում ենք, որ ինքը կլինի կարճ օգտագործում կամ գուցե երկարատև օգտագործում, հետո պետք է հասկանալ, որոնք են քնաբերները։ Քնաբերի տակ բնակչությունը տարբեր բաներ է հասկանում։ Հիմա կան օրինակ քնաբերներ, որոնք զուտ քնաբեր են։ Իրենք ոչ հանգստացնող են, ոչ ակտիվացնող են, քնաբեր են, բարձրապես, հա, կան այդպիսի դեղեր։ Կան հանգստացնող քնաբերներ, օրինակ տրանկվիլիզատորները, հա, զեպամների շարքից, օրինակ եւ այլն, չասենք դեղերի անունները։ Կան բուսական, մեր ժողովրդի սիրած քնաբերը ինքնին արդեն հանգստացնող այդ էֆեկտը իր մեջ չի պարունակում, որովհետեւ եթե քնում է ուրեմն մենք պետք է արդեն, այո, այդ հակասությունը մտցնենք, որ ոչ քնաբեր դեռ չի նշանակում հանգստացնող, որովհետև
Ուղղակի մեխանիկորեն անջատում է։ Գլխուղեղում կան առանձին թիրախներ, քնելու համար առանձին թիրախ հանգստացնող։ Եվ հետեւաբար օրինակ այն հույսը, որ բոլորը դնում են բուսական միջոցների վրա, դրանք մեծամասամբ բուսական այդ հանգստացնող եւ քնաբեր միջոցները իրականում քնաբեր չեն, իրենք հանգստացնող են։ Հասկանալի է։ Սա նույնպես շատ բազմաշերտ էր, ես ներողություն եմ խնդրում, որ մի քանի հարցեր չեմ հասցնում կարդալ, բայց 2 րոպե մենք ունենք։ Խնդրում եմ այդ վերջին ձեր դրած հազվադեպ ախտորոշումը մի քանի բառով ներկայացրեք, ես հուսով եմ մենք էլի կկարողանանք հանդիպել։ Այո, մենք շատ ուզում ենք այդ մասին ասել, որովհետև պարզապես բացառիկ դեպք էր, որ Հայաստանում մենք գրանցեցինք կրկնվող քնկոտության մի համախտանիշի դեպք, որը 1 միլիոնում 1 անգամ է հանդիպում, այդպիսի բավականին հազվադեպ համախտանիշ է եւ Հայաստանում առաջին անգամ է։ Այո, դրան Կլայն-Լևինի համախտանիշն է, որը ավելի առօրյա այդպես գրականության մեջ քնած գեղեցկու համախտանիշ են կոչում, չնայած պարտադիր չէ որ աղջիկները տարապեն միայն դրանով, նաեւ տղաներն էլ, եւ դա առաջին դեպքն էր, որ գրանցել ենք Հայաստանում։ Այն բավականին հետաքրքիր է նրանով, որ այդ մարդիկ այդ քնկոտության արանքներում ամեն ինչը շատ նորմալ է, քնկոտ չեն, առույգ են, ամեն ինչը իրենց Իսկ ինչքան է քնում այդ մարդը, որ կոչվում է քն։ Տարբեր է լինում, կոնկրետ մեր դեպքում, եթե խոսքը գնում է 4-5 օր վրա այսպես քնելու մասին, որից հետո նորմալ արթնանում են եւ շարունակում են, օրինակ այլ դեպքեր են նկարագրված արտասահմանում, որտեղ քնում են մինչեւ 5-6 շաբաթ։ Այսինքն անընդհատ քնած է այդ մարդը, միայն արթնանում է զուգարան գնալու կամ Դուք հասցրել եք խորանալ պատճառների մեջ, կապերի մեջ, ներկայացրել եք միջազգային կոնֆերանսներ։ Արդեն նախնական քննարկումներ ենք անում մասնագետների հետ, որովհետև դա այնպիսի հարց է, որ կարելի ասել բացառիկ է եւ փորձում ենք այսպես կարծիքներ ստանալ արտասահմանից, անպայման ներկայացնել դրսի հարթակներում բժշկական, այո։ Հուսամ դեռ կխոսենք, թե ինչ է պարզվել, ինչն էր դրա պատճառը եւ ինչ օգնության ձևեր տարբերակներ կան նաեւ այս դեպքերի համար, չնայած միլիոնից մեկի մոտ է հանդիպում, ինչպես դուք նշեցիք։ Այսօրվա համար շատ շնորհակալություն, դեռ կային հարցեր, հուսամ էլի ենք հանդիպելու, հարգելի երեստադիտողներ, հիշեցնեմ մեր տաղավարում էր Սամսոն Խաչատրյանը, Նյարդաբանկ հնի խանգարումների հայկական ասոցիացիայի ղեկավարն է նա եւ բժշկի խոսքից առանձնացնեմ նորից, որպեսզի ձեր քունը լինի լիարժեք եւ որևէ բողոքների առիթ չտա, լավ է որ պահպանեք քնի հիգիենան, կանոնները, այսինքն ուշ ժամին ավելի լավ է չուտեք ու անմիջապես պարկեք քնելու, կանոնավորված ժամերի պարկեք քնելու եւ արթնացեք, անկողին օգտագործեք հիմնականում քնելու նպատակով, այսինքն այնտեղ դաս սովորել, ֆիլմեր նայել եւ ասենք թե ուտել, խմել ավելի լավ է չլինի, աղմուկը եւ լուսավորությունը ազդում են քնի վրա, ինչպես նաեւ թեյ եւ սուրճ աշխատեք ուշ ժամերին շատ չօգտագործել, ավելի լավ է կաթնամթերք օգտագործել եւ քնելուց առաջ դատարկել միզապարկը։ Ես կարդացի այն ինչ հասցրել եմ գրել, այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։